Ողջույն, կուլիչների իմ ամենասիրելի բաղադրատոմսն է, կատնաշոռով եւ առանց դրոժի։ Եթե դուք էլ ինձ պես չեք սիրում աշխատել դրոժով խմորների հետ, ուրեմն այս բաղադրատոմսը հաստատ ձեզ համար է։ Ձուն եւ շաքարավազը խառնում ենք իրար, ավելացնում ենք մի փոքր աղ եւ հարում ենք մինչեւ մասանք սպիտակի։ Ստացված զանգվածին ավելացնում ենք կատնաշոռ, սենյակային ջերմաստիճանի կարագ, թթվասեր եւ բուսայուղ։ Այս ամենը միասին հարում ենք 1-ից 2 րոպե, մինչև մասան կդառնա համասեռ։ Ալյուրը եւ փխրեցուցիչը խառնում ենք իրար եւ միասին անցկացնում ենք մաղով։ Այնուհետև եւս մի քանի րոպե հարում ենք։ Այս этаպում կարելի է ավարտել պատրաստման ընթացքը, բայց էլ ինչ կուլիչ առանց այլ հավելումների։ Ես սիրում եմ ավելացնել ապելսինի քերուկ եւ սև առանց կտերի խաղող։ Սիլիկոնե բահիկի օգնությամբ խառնում ենք եւ մասսան տեղափոխում ենք կուլիչների համար նախատեսված կապսուլների մեջ։ Այս բաղադրատոմսով ստացվում է 2 միջին չափսի կուլիչ։ Կուլիչների վերևի հատվածը անպայման պետք է թաց գդալի օգնությամբ մի փոքր հարթեցնել։ Թխում ենք 160 աստիճանով տաքացված ջեռոցում 30-ից 40 րոպե։ Ամբողջ տանը այս կուլիչի արամատն է, ուղղակի չեք պատկերացնի, խորհուրդ եմ տալիս բոլորիդ պատրաստել ու փորձել, համը ուղղակի անմահական է։ Ու եթե դուք չեք սիրում այն ստանդարտ կուլիչների համը, որոնք վաճառվում են խանութներում, ուրեմն այս կուլիչը հաստատ ձեզ համար է։